Ինչու Կամիլան 7 շուն ունի, ինչպես է նա օգտագործում իր ազդեցությունը։ Ինֆլուենսեր լինելու ունի իր դժվարությունները։ Զրուցում ենք մարդու հետ, ով գիտի թե ինչպես է ձևավորվում ազդեցությունը։ Բայց միշտ էլ եղել են համայնքներում, թաղերում, գյուղերում մարդիկ, որոնք կարծիք են ձևավորել։ Հեռացնում ենք ֆիլտրը։ Արդյոք ինֆլուենսերների կյանքն այնպիսին է, ինչպիսին երևում է։ Ինֆլուենսերները ոչ միշտ են հաջողակ կյանք ունենում, ոչ միշտ են կատարյալ կյանք ունենում։ Եվ վերջապես, եթե ալարկոտ չեք, սովորեք նոր լեզուներ ու պարային շարժումներ, օգտագործելով մեր գործիքները։ Ստուգված է։ Դիտեք, եթե սկրոլ եք անում առավոտից երեկո։ Ողջույն։ Սոցիալական մեդիան ձևավորում է թրենդներ, վերաբերմունք, փոխում արժեհամակարգ եւ մոտեցումներ։ Այսօր խոսելու ենք մարդկանց մասին, որոնց հետևում ենք սոցիալական մեդիայում։ Նրանք ձևավորում են միտումներ, դառնում մեր առօրյայի անբաժանելի մասը, ոգեշնչում հազարավորներին, ազդում մեր որոշումների վրա։ Եվ երբ այդ ազդեցությունը հիմնվում է հոգատարության ու պատասխանատվության վրա, այն սկսում է փոխել նաև մեր միջավայրը։ Մենք այսօր պատմելու ենք ինֆլուենսերների մասին։ Ինֆլուենսեր լինելու ունի իր դժվարությունները եւ բարդությունները, ունի իր դժվարությունները, բարդությունները, իր կարեւորությունը, որովհետեւ եթե դու ինֆլուենսեր ես, դու պետք է հստակ միտք ունենաս, հստակ կոնտենտ ունենաս եւ ասելիք ունենաս։ Եվ ես կարծում եմ, որ եթե արդեն ունես լսարան, ով քեզ սիրում է, ով վստահում է, հետևում է քո խոսքին, քո խորհուրդներին, ապա քո առաքելությունն է ինչու ոչ կրթել, սովորեցնել եւ կարևորի մասին խոսել։ Սոցցանցերը ոչ միայն ինքնարտահայտման հարթակ են, այլ նաև փոխօգնության եւ ազդեցության ուժեղ գործիք այն մարդկանց համար, որոնք ուզում են խոսել կարևոր խնդիրների մասին։ Սիրել կենդանիներին, ցույց տալ դա եւ տարածել այդ սերը, որպեսզի մարդիկ հոգ տանեն անտուն կենդանիների նկատմամբ։ Սա Կամիլայի սոցցանցի էջի հստակ ուղղվածությունն է։ Մեր հասարակությունը իրականում այդքան էլ կենդանասեր չէ եւ կենդանիների հետ կապված թեմաների 90%-ը բացասական է։ Մոլին Կամիլայի առաջին շունն է։ Երբ նվիրել են, անգամ չի պատկերացրել, թե կենդանու նկատմամբ զգացմունքները ինչպես են փոխելու իր կյանքը։ Մոլիից բացի Կամիլան այժմ եւս 6 շուն ունի, որոնց որդեգրել է։ Մեր բոլոր 6 շունիկները որդեգրված են դրսից, այսինքն կացարանից չենք վերցրել, հենց մեր բակի շունիկներն են եղել, անօգնական մեր աչքի առաջ ենթադրենք կենդանին ընկել է մեքենայի տակ, մենք զբաղվել ենք իր բուժման, որդեգրման հարցով, վերջում շունիկը չի որդեգրվել եւ մենք պահել ենք եւ այդպես նրանք դարձան թվով 7-ը։ Կամիլան իր էջի շնորհիվ որդեգրման է տվել տասնյակ շների ու կատուների եւ փրկել է 100-ից ավելի կենդանիների։ Նա նշանաբան ունի՝ մի գնիր, այլ որդեգրիր, որով խրախուսում է, որ կացարաններում պահվող կենդանիները որդեգրվեն, գնան ընտանիքներ։ Կամիլան ասում է, որ շատ դեպքերում կենդանիները դրսում հայտնվում են այն պատճառով, որ մարդիկ վերցնում են նրանց ու հետո լքում։ Կամիլան իր էջի միջոցով փորձում է հնարավորինս շատ մարդ ներգրավել կենդանիներին օգնելու գործում։ Էջը օրորի մեծանում է եւ մարդիկ իմանում են իմ մասին եւ դիմում են ինձ։ Այսինքն շատ ժամանակ միայն օգնությունը ֆինանսական չի, այլ պարզապես ֆիզիկական, ենթադրենք մի շուն ունի օգնության կարիք, իրեն պետք է տանել, հասցնել կլինիկա, կամ մեկ քաղաքից մեկ ուրիշը պետք է տեղափոխել, ենթադրենք անգամ խնամակալ ունի, տեր ունի, բայց պետք է տեղափոխություն, պետք է օգնություն, այսինքն կամավորական աշխատանք, շատ հրաշալի մարդիկ կան, ովքեր օգնում են ինձ այդ հարցում, ես մենակ չեմ միանշանակ։ Կան նաև բացասական արձագանքներ։ Դրանց վրա չեմ կենտրոնանում, ասում է Կամիլան։ Նա շատ է անհանգստանում կենդանիների նկատմամբ մարդկանց դաժան վերաբերմունքի պատճառով եւ աշխատում է հնարավորինս փոխել այդ վերաբերմունքը։ Մեկ մարդ վնասում է մեկ շանը եւ այդ շունը այլևս չի հասկանում ումից պետք է վախենալ եւ զգուշանալ։ Եվ վնասում է մեկ այլ մարդու, ով պարզապես նման է լինում արտաքնապես կամ հոտով կամ հագուստով։ Երեխաների թեման շատ կարևոր է, որովհետև նախ եւ առաջ պետք է որևէ կրթական ծրագիր լինի, որը որ կսովորեցնի երեխաներին սիրել բուսական եւ կենդանական աշխարհը, չվնասել, չփչացնել ծառ ծաղիկը, այսինքն միայն կենդանիների մասին չի։ Ծանոթացեք իմ բակի շունիկները, իրանք դեռ որ ընտանիք չունեն, բայց մենք ակտիվ փնտրում ենք իրենց համար հոգատար տեր ու ընտանիք։ Բարեգործությունը միայն փողի մասին չէ։ Շատ դեպքերում դա նախ եւ առաջ վերաբերմունք է։
օրինակ չթափել տանը ավելացած սնունդը եւ կերակրել բակի շներին ու կատուներին։ Անտուն կենդանիները մեր սիրո եւ օգնության կարիքն ունեն։ Կամիլայի այս ազդեցիկ ուղերձը շատերի համար արդեն կենսակերպ է դարձել։ Այսօր մեր հյուրն է մեդիա փորձագետ Լուսինե Գրիգորյանը։ Ողջույն Լուսինե։ Ողջույն Աննա։ Ինձ շատ հետաքրքիր է հենց ինֆլուենսեր բառը, որ չկար տարիներ առաջ եւ ժամանակի ընթացքում պարզապես բոլորը սկսեցին դառնալ ինֆլուենսերներ։ Ես ուզում եմ հասկանալ այդ սահմանը կոնտենտ ստեղծողի եւ ինֆլուենսերի միջեւ։ Ով է կոնտենտ ստեղծողը եւ որ պահից սկսած է նա դառնում ինֆլուենսեր։ Չգիտեմ, արդյոք կա այդ բառարանային այդպես ձևակերպումը եւ երևի օրինակ մարքեթինգային տեսանկյունից այլ ձևակերպումներ կան, չէ՞, այնտեղ կան նաեւ սահմանումներ, տեսակներ ինֆլուենսերների, միկրո, մակրո, չգիտեմ, մեգա եւ այլն, նայած ինչ լսարան ունի մարդը on-line ինֆլուենսեր բառը ուղղակի որ թարգմանենք ազդեցության մասն է խոսք։ Մարդիկ, որոնք ազդեցություն ունեն, թվային միջավայրում ազդեցություն ունեն հանրության, տարբեր խմբերի, կարծիքի եւ վարքագծի վրա։ Այսինքն կարող են դրթել մարդկանց ինչ որ մի բանի, լինի դա ինչ որ մի բան գնել, թե քվեարկել, թե գործողություն անել եւ նաեւ կարծիք են ձևավորում։ Կոնտենտ ստեղծողները այսինքն բովանդակություն ստեղծողներն են, որոնք կարող են ունենալ այդ ազդեցությունը, կարող են ձևավորել համայնք իրենց շուրջ, կարող են դառնալ կարծիքի առաջատար, բայց կարող են եւ չդառնալ, կարող են չունենալ ընդհանրապես այդպիսի նպատակ, պարզապես կիսվում են, չգիտեմ, ասենք ձեռքի աշխատանքի, հայկական ասեղնագործության ինչ որ հմտություններով եւ հնարքներով ունեն հետևորդներ, զբաղվում են նաեւ որպես հոբի դա օգտագործում են, իսկ եթե իրենք նաեւ նպատակ ունեն, որ կարծիք ձևավորեն, դառնալ առաջատար ինչ որ դաշտում, դրանք երևի արդեն ինֆլուենսերներն են եւ ինֆլուենսերները կարծիք ձևավորողները էլի մի տեսակի մասին չի խոսք, էլի շատ դժվար է սահմանել ովքեր են իրենք, որովհետեւ էլի դա կարող է լինել ինչ որ ոլորտում նույնիսկ նեղ ոլորտում մասնագետ, որը պատմում է այդ ոլորտի մասին, կարող են լինել քեզպես երիտասարդներ, որոնք պատմում են իրենց ճամփորդության, կյանքի, չգիտեմ, մաշկի խնամքի մասին, եւ քաղաքական գործիչներ, ընդհանուր մինչեւ վարչապետ, որոնք իսկապես կարծիք ձևավորող են եւ ի պաշտոնեկ եւ նաեւ սոցիալական մեդիայում իրենց գործունեությամբ։ Նախկինում ինֆլուենսերներ էին քաղաքական գործիչները, բժիշկները, իրավաբանները, բայց հիմա ցանկացած մարդ ով ունի սոցիալական մեդիա եւ ուզում է իր կարծիքը տեղ հասցնել, կարող է դառնալ ինֆլուենսեր։ Ինչ ռիսկեր ունի սա ու ինչպես կարող է կարգավորվել կամ արդյոք կա կարգավորման կարիք։ Միշտ էլ եղել են համայնքներում, թաղերում, գյուղերում մարդիկ, որոնք կարծիք են ձևավորել, եղել են իմաստուն, չգիտեմ, խելացի, հետաքրքիր եւ իրենց շուրջ նաեւ խմբեր են ձևավորվել։ Հիմա այդ ամենը շատ ավելի հանրային է դարձել եւ հնարավորություն են ստացել բոլորը իրենց ասելիքը տեղ հասցնելու եւ իրենց հետաքրքրությունների շուրջ on-line համայնքներ ստեղծելու։ Միշտ չի, որ իսկապես այդ մարդիկ գիտեն ինչ են խոսում, հասկանում են հետևանքները, ռիսկերը եւ այլն, հա, երբեմն շատ անպատասխանատու ալիքներ, էջեր, մարդիկ կան ցանցերում եւ կան թեմաներ, որտեղ այդ անպատասխանատվությունը կարող է լուրջ հետևանքների բերել, չէ՞, ասենք առողջության հետ կապված բաներ կարող են լինել։ Ինձ թվում է առաջին հերթին ինքնակարգավորման կարիք կա, այդ էթիկա կոչվածը, հա, որ լրատվության դաշտում, մեդիա դաշտում գոյություն ունի, մասնագիտական սկզբունքներ կան, ինքնակարգավորման կանոններ կամ բլոգերները հիմնականում դա չունեն, չնայած մենք կարող ենք գտնել նմուշներ էթիկայի կանոնների ինֆլուենսերների համար, բայց լայն տարածում չունի դա, եթե այդպիսի սկզբունքների շուրջ գոնե համայնքը պայմանավորվի, ինչը մենք մեր բլոգինգի դպրոցում փորձում էինք անել, հա, վերջում այդ խմբի հետ պայմանավորվեցինք մի խումբ կանոնների շուրջ, օրինակ, որ չճշտված ինֆորմացիա չենք տարածում, օրինակ չենք տարածում տեղեկություններ, որոնք կարող են վնասել մեր լսարանին, հատկապես եթե մեր լսարանը անչափահասներ են, երեխաներ են, անձնական կյանքի գաղտնիությունը չենք ոտնահարում, մարդկանց մասին անձնական տվյալներ չենք տարածում առանց իրենց համաձայնության եւ այլն եւ այլն։
օրենքները կարգավորում են շատ ավելի լայն, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում տարբեր օրենքներ, որոնք պաշտպանում են մարդկանց վիրավորանքից, զրպարտությունից, ապատեղեկատվությունից, ինչ որ չափով, եթե ոտնահարվեն նման օրենքներ, նման կանոններ, որոնք արդեն գոյություն ունեն երկրում, տեսել ենք դեպքեր, որ նաև on-line բովանդակություն ստեղծողները պատասխանատվության են ենթարկվում իրենց խոսքի համարատելության, խոսքի վիրավորանքի եւ այլնի համար։ Շատ ավելի նեղ եւ խիստ կարգավորում չի ուզի որ լիներ, որովհետեւ դա կարող է նաև չարաշահումների բերել, դա կարող է հանգեցնել մյուս ծայրահեղության, երբ որ լինեն խիստ սահմանափակումներ, բայց իհարկե կարգավորումների կարիք կա, դրան զուգահեռ նաև կա կրթության կարիք եւ կոնտենտ ստեղծողների եւ դա սպառող մարդկանց մեջ, հատկապես եթե մենք խոսում ենք երիտասարդների կամ երեխաների մասին, կրթություն, որ մարդիկ հասկանան, թե ալգորիթմները ոնց են ազդում են ամենի վրա, ինչ իրենք սպառում են, որ ամեն ինֆլուենսեր կամ բովանդակություն ստեղծող մասնագետ չի, ամեն ինչին պետք չի հավատալ, ոնց իրենք տարբեր են այսօր նաև օրինակ արհեստական բանականության ստեղծած բովանդակություն եւ իրական մարդու, որոնք են այն կարմիր դրոշակները կամ ահազանգերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել կասկածելի տեղեկությունների դեպքում եւ այլն եւ այլն։ Լավ կլիներ, որ այսպես ավելի փափուկ միջոցներով կարողանայինք դաշտը կարգավորել, կրթություն, էթիկա եւ ընդհանուր օրենսդրական կարգավորում, քան այդպես շատ ավելի խիստ կանոններ։ Օրինակ Չինաստանում վերջերս ընդունվեց օրենք, ըստ որի ինֆլուենսերները հրապարակայնորեն չեն կարող խոսել կրթության, իրավական հարցերի, ֆինանսների, առողջապահության մասին, եթե չունեն համապատասխան կրթություն։ Սա կարող է դիտվել որպես խոսքի սահմանափակում, թե ամեն դեպքում լավ կարգավորում է։ Ես չեմ կարդացել այդ օրենքը, շատ մանրամասների չգիտեմ, երևի պետք է հասկանալ հատկապես ինչն է սահմանափակում, որովհետև օրինակ եթե ուսանողը եւ պատմի իր կրթության փորձի մասին, չգիտեմ փոխանակման ծրագրերի մասին կամ քաղաքացին, որ պատմում է այս կամ այն բժշկական հաստատությունում իր հանդիպած խնդիրների մասին ու դա արգելվի, հաստատ դա լուրջ խնդիր է խոսքի ազատության, բայց եթե դա մասնագիտական խորհրդատվության մասին է, որ չեն կարող դեղեր խորհուրդ տալ եւ այլն, իհարկե նման սահմանափակումներ կգտնենք նաեւ մեր օրենքներում։ Մենք ինֆլուենսերներս հաճախ նկարում ենք այնպիսի կոնտենտ, որը վստահ ենք, որ տարածվելու է, մեր էջին ճանաչելիություն է բերելու, բայց հաճախ այդ պահանջարկը կոնտենտի չի համընկնում մեր սկզբունքների ու արժեքների հետ, բայց գիտենք, որ եթե նկարենք այնինչ մեր արժեքներին եւ սկզբունքներին համապատասխանում է, գուցե մեր էջը տուժի, գուցե հետևորդներ կորցնենք, որն է ճիշտը, հետևել թրենդերին ամեն դեպքում եւ պահանջարկին, թե ստեղծել նոր առաջարկ, անգամ այն ռիսկով, որ գուցե հետևորդները չաճեն կամ կորցնենք հետևորդներ։ Արժեքները եւ սկզբունքները չպիտի հակասեն նրան, ինչ որ անում ենք մեր էջերում, այդ երբ որ մենք անում ենք վլոգինգի դպրոց եւ հրավիրել էինք հայտնի յութուբերներից մեկին, որ դասընթացներ անի, նա նույնպես շեշտում էր դա եւ պնդում էր, որ եթե դու հավատարիմ մնաս քո արժեքներին, քո հետաքրքրությունները անկեղծորեն եւ բաց կարողանաս կիսել քո լսարանի հետ, դա պահանջված բաներից մեկն է, այսինքն մարդիկ ուզում են անկեղծ խոսք, անձնական փորձ, իրական զգացմունքներ, իրական փորձառություն եւ լսարանը զգում է, երբ որ կեղծիք է տեսնում ինֆլուենսերների բովանդակության մեջ։ Ինֆլուենսերները ինչի են այդպես նույնիսկ մեդիա դաշտը գրավել, ընդհանրապես տեղեկատվական դաշտում այդ փոփոխությունը մենք տեսնում ենք պաշտոնական աղբյուրներ, լրատվամիջոցներ կամաց կորցնում են իրենց լսարանը եւ ինֆլուենսերներ անհատները դաշտում ավելի մեծ տեղ են գրավում, որովհետեւ մարդիկ ուզում են վստահել, տեսնել իրական մարդկանց, իմանալ նրանց կյանքի մասին, իմանալ նրանց իրական մտքերը, զգացմունքները եւ այլն եւ կեղծիքը ինչ որ մի պահի բացահայտվում է հատկապես, երբ որ այսքան բաց է ամեն ինչի, գնալով բաց է, չէ՞, հա, մարդիկ իրենց կյանքի ավելի ու ավելի մանրամասներ են կիսում լսարանի հետ եւ կեղծիքները շուտ են զգացվում։ Ինձ թվում է միշտ հնարավոր է գտնել այդ բալանսը այն ամենի, ինչ որ իմ կարծիքով ճիշտ է եւ ես կուզեի անել,
եւ ինչն է, որ կարող է իմ լսարանը մեծացնել կամ ինչը կարող է ինձ նոր համագործակցություններ բերել, ֆինանսական եկամուտներ բերել, պետք է գտնել այդ բալանսը եւ չխաբել լսարանին։ Եվ վերջապես, ինչպես կարող ենք մենք ինֆլուենսերներս օգնել մեր լսարանին, որպեսզի չհայտնվեն տեղեկատվական մանիպուլյացիաների թիրախում եւ չհավատան այն ամենին, ինչ տեսնում են on-line, այլ կարողանան ավելի լավ տարբերակել ինֆորմացիան։ Հաստատ կարող են շատ օգնել, որովհետև ձեզ վստահում են շատ մարդիկ, էլի հիմնականում ձեր տարեկիցները կամ գուցե ավելի փոքր, մի խոսքով երիտասարդները, անձնական օրինակ, կարծես թե դա ամենավարակիչն է, տպավորիչն է, ազդեցիկն է, այսինքն երբ որ դուք ցույց եք տալիս, թե դուք ոնց եք կողմնորոշում տեղեկատվական դաշտում եւ նաեւ երբեմն պատմում եք, թե ոնց եք ստեղծում ձեր բովանդակությունը, օրինակ, որ այս ինֆորմացիան կասկածելի էր, ես այսքան տեղ ստուգեցի, նոր պարզեցի, որ մինչեւ ձեզ կպատմեի։ Ունենալ այդ էթիկայի կանոնները նաեւ լսարանի համար, այսինքն իմեջում ես չեմ հանդուրժում ինչ ատելության խոսք, վիրավորանք, չգիտեմ, SSS կարծրատիպերը եւ ինչու։ Դա նույնպես իրազեկում եւ կրթություն է եւ մարդիկ հասկանում են, որ դրանք կարեւոր բաներ են, ինչու են դրանք կարեւոր եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։ Եթե նախկինում ինչ-որ բան սովորելու համար պետք էր A կետից պարտադիր B կետ գնալ, ապա առցանց աշխարհը փոխեց կրթվելու մշակույթը։ Այսօր դրա համար բավական է ունենալ հեռախոս եւ ինտերնետ։ Լեզուներ, տարբեր հմտություններ, նույնիսկ լրիվ նոր մասնագիտություններ կարելի է սովորել ինքնակրթությամբ, համացանցի օգնությամբ։ Մեր գործիքների տուփից այսօր 2 հետաքրքիր գործիք ենք բերել։ Ողջույն, այսօր ինքնակրթությունը դարձել է շատ ավելի հեշտ։ Մարդիկ համացանցի միջոցով ձեռք են բերում նոր հմտություններ, սովորում լեզուներ եւ բացահայտում իրենց ստեղծագործական ունակությունը։ Այսօրվա էպիզոդում ցույց կտամ 2 գործիք, որոնք կզարգացնեն ձեր ինքնակրթության հնարավորությունները։ Հատկապես կհետաքրքրեն այն մարդկանց, ովքեր ուզում են նոր լեզու սովորել կամ սիրում են պարել։ Google-ում որոնեք memrise.com եւ մուտք գործեք կայք։ Եթե դեռ չունեք հաշիվ, կարող եք գրանցվել ձեր Google հաշվի միջոցով։ Գրանցվելուց հետո հարթակը կառաջարկի ընտրել այն լեզուն, որը ցանկանում եք սովորել։ Օրինակ, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն եւ այլն։ Կայքում հասանելի ավելի քան 30 լեզու։ Լեզուն ընտրելուց հետո կայքը ցույց է տալիս տեսանյութեր, որտեղ մարդիկ այդ լեզվով արտասանում են բառը, իսկ ներքևում նշվում է դրա թարգմանությունը։ Salut. 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 Սա օգնում է լսել եւ ճիշտ արտասանել բառը։ Երբ բառը սովորեք, սեղմեք continue եւ անցեք հաջորդին։ Մի քանի բառ սովորելուց հետո հարթակը առաջարկում է փոքր հարցաշար, որտեղ պետք է նշեք, թե տեսանյութում ինչ բառ է օգտագործվել։ Quoi de neuf? Lessons բաժնում կտեսնեք ձեր սովորած բառերը եւ ամեն անգամ այստեղ start սեղմելով կարող եք շարունակել ձեր դասընթացը։ Videos բաժնում կարող եք դիտել տարբեր տեսանյութեր եւ դրանց միջոցով սովորել նոր բառեր։ Օրինակ կարող եք սովորել գովազդային տեսանյութի միջոցով։ Սեղմեք Add First Words բաժնի կոճակը։ Բացված պատուհանում նշվում է, որ այս տեսանյութի միջոցով կարող եք սովորել օրինակ 11 նոր բառ եւ կտեսնեք այդ բառերի ցանկը։ Իսկ Watch Video սեղմելով կդիտեք տեսանյութը։ Dis papa. Maman. Allez, dis papa. Maman. Dis-le ou c'est papa qui boit ton biberon éveil. Երբ արդեն բավական բառապաշար ունենանք, կարող ենք ընտրել Conversations բաժինը եւ իրավիճակային երկխոսություն վարել։ Օրինակ, ինչպես ֆրանսերենով սուրճ պատվիրել։ Սեղմեք Start Conversation երկխոսությունը սկսելու համար։ Եթե դժվարանում եք, կարող եք գրել ձեր նախընտրած լեզվով եւ հարթակը կօգնի այն թարգմանել։ Կարող եք նաեւ օգտվել AI գործիքից, սեղմելով Hint, որը կառաջարկի մի քանի տարբերակ։ Նոր լեզու սովորելը ժամանակ է պահանջում, բայց ճիշտ գործիքներով դա կարող է դառնալ հեշտ եւ հաճելի։ Փորձեք այս գործիքը եւ բացահայտեք նոր հնարավորություններ։ Երբ ասում ենք արհեստական բանականություն, սովորաբար պատկերացնում ենք, որ այն գրում է տեքստեր, ստեղծում նկարներ կամ երաժշտություն, եւ սա սխալ պատկերացում է, որովհետեւ AI-ը նաեւ պարում է եւ այն կարող է ձեզ սովորեցնել պարային շարժումներ։ Ներբեռնեք Google Arts and Culture հավելվածը։ Պարզ քայլերով մուտք գործեք ձեր Google հաշվի միջոցով։ Search and Explore բաժնում որոնեք Wayne McGregor's AI SOMA։ Սեղմեք այդ կոճակը եւ կտեսնեք գործիքի մասին նկարագիր։ Ընտրեք Launch Experiment եւ Start։ Շատ կարեւոր է ունենալ լավ լուսավորություն եւ ազատ տարածք, որ AB-ն կարողանա անցալել շարժումները։ Եթե պատրաստ եք, սեղմեք Next։
Մի քանի շարժում տեսաձայնագրելուց հետո գործիքը ուսումնասիրում եւ ավելացնում է համապատասխան բարային շարժումներ։ Վերջնական բառը տեսնելուց հետո, սեղմելով Options կոճակը, կարող եք որոշ կարգավորումներ փոփոխել եւ նոր շարժումներ տեսնել։ Օրինակ, Creative Freedom բաժնից ընտրեք, թե որքան շատ կրեատիվ շարժումներ եք ուզում սեղմելով More կամ Less։ Time բաժնից էլ ընտրեք շարժումների արագությունը։ Երբ պատրաստ լինի վերջնական տարբերակը, կարող եք պարզապես սեղմել Share Video կոճակը եւ ներբեռնել այն։ Նոր հմտություններ ձեռք բերելը երբեք այսքան հասանելի չի եղել։ Պետք է պարզապես օգտվել այդ հնարավորություններից։ Արդյոք ինֆլուենսերների կյանքն իսկապես այնքան կատարյալ է, որքան մենք տեսնում ենք էկրանին, թե դա պարզապես լավ մշակված կադր է։ Արդյոք նրանք քիչ են աշխատում եւ շատ վաստակում։ Եկեք տեսնենք ինչ է իրականում թաքնված լայքերի ու ֆիլտրերի հետևում։ Ինֆլուենսեր լինելը շատ հեշտ է։ Ինչ ես անում, որ վիդեո նկարել, կտրել, կպցնել, տեղադրել ու Արդյոք բոլորը կարող են լինել ինֆլուենսեր, ինձ համար այո, արդյոք ինֆլուենսեր լինելը հեշտ գործ է, միանշանակ ոչ, այնպես որ սա մասամբ է միֆ, մասամբ ոչ, իմ կարծիքով անկախ նրանից թե դու ինչ մասնագիտության կամ հետաքրքրությունների տեր մարդ ես, հնարավոր է դա վերածել կոնտենտի, վերածել բլոգինգի եւ արդյունքում դառնալ ինֆլուենսեր, բայց սա հեշտ գործ չէ միանշանակ, այն որ ինֆլուենսեր լինելը, բլոգեր լինելը կամ էլ հեշտ է, դա միանշանակ միֆ է, որովհետեւ դա աշխատանք է ենթադրում, ամուր նյարդեր է ենթադրում, լսարանի հետ շփում է ենթադրում, երբեմն հեյթի դիմանալ է ենթադրում եւ բազմաթիվ այլ բարդություններ, այդ թվում անընդհատ բախվել այս միֆին, որ դա հեշտ գործ է։ Ըստ Royal Society for Public Health-ի հետազոտության, սոցիալական մեդիան հաճախ ստեղծում է կատարյալ կյանքի պատրանք, ինչը հատկապես երիտասարդների մոտ կարող է առաջացնել ինքնագնահատականի նվազում եւ սոցիալական համեմատություն։ Ինֆլուենսերները ոչ միշտ են հաջողակ կյանք ունենում, ոչ միշտ են կատարյալ կյանք ունենում, դա որ հաստատ, ինչ մնում է ցույց տալուն, բնականաբար ցավոք կան մարդիկ, որոնք դիտմամբ ինչ որ կեղտիրականություն են ցույց տալիս իրենց սոցցանցերի էջերում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ինֆլուենսերների մեծ մասը գոնե իմ ճանաչած ինֆլուենսերների ոչ թե կեղծում են ինչ-որ բան, այլ ցույց են տալիս միայն լավը, այսինքն այն լավը, որ իրենց կյանքում կատարվում է։ Եվ եթե անկեղծ ես դրան միշտ չէ որ վատ եմ վերաբերվում։ Դա իմ կարծիքով նախընտրության հարց է։ Կա միֆ, որ երիտասարդ սերունդը մենակ կարող է լինել ինֆլուենսեր։ Կամ այդ ոնց եք ասում Gen Z-ն։ Կարծում եմ, որ Gen Z սերունդը ամենամեծ հնարավորությունը ունի հաջողելու ինֆլուենսինգի բնագավառում, որովհետև ձեզ քիչ բան է կաղապարում, այսինքն շատ բաներ կան, որ ես ինքս ուզում եմ անել, բայց արդեն կաղապարում եմ, լավ, դե ամոթ է, ուղարկում եմ ինչ-որ ավելի երիտասարդ գործընկերներս, ասում եմ կողա սա նկարես կամ կողա նման մի բան նկարես, բայց տարիներ առաջ, երբ ամեն ինչ շատ նոր էր, ունեինք տնային տնտեսուհիներ, որոնք իրենց կյանքով էին կիսվում, ցույց էին տալիս իրենց խոհանոցը, առևտուրը, ընտանիքը, ընտանեկան փոքր ու մեծ խնդիրները, լավ ու վատ կողմերը, այնպես որ չէ, միանշանակ սա միֆ է։ Կա միֆ, որ ինֆլուենսերները պատրաստ են գովազդել ամեն ինչ։ Critical Blade կատանաներ կկտրեն նույնիսկ ձեր մտքի թելը։ Սա բացառապես անձից է կախված եւ թե կոնկրետ որ ինֆլուենսերի մասին է խոսքը։ Ցավոք ինքս տեսնում եմ բազմաթիվ ինֆլուենսերների, որոնք որևէ տեսակ ֆիլտր չունեն, գովազդում են այն ամենը, ինչ իրենց առաջարկվում է։ Ես ինքս ունեմ ինձ համար սահմանած ինչ-որ կանոններ, օրինակ չեմ գովազդում բեթինգային ընկերություններ, ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ, բայց յուրաքանչյուրի համար բնականաբար սա կարող է տարբեր լինել, մենք տարբեր երևույթների տարբեր կերպ ենք վերաբերվում։ Էս իսկական է։ Սա մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստուգված է երիտասարդների համար նախագծի եզրափակիչ հաղորդումներ։ Երիտասարդները գործելիս ծրագրի շրջանակում ես եւ իմ երիտասարդ գործընկերները անցած 3 ամիսների ընթացքում ամեն շաբաթ ձեզ պատմեցինք մեր կյանքում ամենահաճախ հանդիպող խնդիրների մասին, որոնք առաջանում են ապատեղեկատվության կամ մանիպուլյացիաների պատճառով։ Ստուգված էի 12 էպիզոդների ընթացքում մենք փորձեցինք տարբեր պատմությունների միջոցով ու նաև փորձագետների օգնությամբ քննարկել դրանք։
Միասին բացահայտեցինք միֆեր, սովորեցինք ոչ միայն փաստերի ստուգման, այլ նաև այնպիսի գործիքներ, որոնցով կարելի է զարգացնել մեր կրթության հնարավորությունները։ Եվ երևի ամենակարևորը, սովորեցինք, որ մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք այս ճանապարհին։ Շատ դժվար չէ, բայց ասում են անհարմար է, ու քանի այդպես է, գլինի սուտ լուրը, մեր պատասխանը սուտ լուրերին, շտուկված է, շտուկված է, շտուկված է, շտուկված է,